Կարապետյանը ունեք լարված հարաբերություններ։ Բայց դուք ինչի որոշեցիք, որ մենք ունենք լարված հարաբերություններ։ Ես հարցնում եմ։ Ոչ։ Նորմալ աշխատանքային է։ Շատ նորմալ։ Պարոն Պողոսյան, երբ որ հանրահավաքներին պարտադրելու, մասնապարտադրելու հոդվածով մեղադրանքի Բայց կխնդրեմ վերջի հարցը էլի, որովհետև ես արդեն շատ պատասխան Դուք ուղղակի բացի հմեկի տաղավարից մյուս դերերին չեք։ Դրա համար եմ այստեղ կանգնել։ հանրահավաքներին պարտադրելու հետ կապված Մի վարքյան կնեք չլսեցի։ Եք անցկացնում առաջնորդարաններում Մկրտիչ Սրբազանի մասնավորապես, օրինակ Միքայել Սրբազանի հետ կապված առաջնորդարանում գնացել էին, այնտեղ նշխարը տրորված բաներ տեսանք, հատվածներ տեսանք, որը բան էր արել հավատացյալների հոգևոր զգացումներն էր ոտնահարել, բայց այդ էլ հələ մի կողմ թողնենք, Մկրտիչ Սրբազանի խուզարկությունից հետո հրապարակում են կադրեր դոլարների, եվրոների, ինչ որ արծաթե այդ ձուլակտոր եւ այլն, դա հանրահավաքին մասնակցելու հետ ինչ առնչություն ունի, ընդհանրապես ինչի է այդ բանի հետ, մեղադրանքի հետ կապ չունեցող այդ ամեն ինչը նետում դաշտ է։ Ձեր ասած նետել դաշտը պայմանավորված է եղել, դուք նշեցիք, որ միայն այդ հոդվածով է Վարուտ նախաձեռնել, ձեր տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Յուրացումով, այո, Վարուտ ենք նախաձեռնել։ Հույս ունեմ բավարարված եք։ Յուրացման Վարույթ է նախաձեռնվել, որ Դոլարը յուրացման հետ ինչ կապ ունի։ Բա յուրացնում են ինչ է։ Բանն են յուրացնում, նշխարն են յուրացնում են գումարը։ Դրա համար դե ճիշտ է կերպ Չէ, գումարները յուրացում։ Դուք ինչպես եք վերաբերվում։ Բայց դուք շատ եք հարց տալի ոնց է։ Էս էլ հոգևոր ոլորտից, էս երկու հարցի տամ ու վերջ։ Դուք օրինակ ինչպես եք մեկնաբանում, որ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը Արշակ Սրբազանի մասին մի գրառում է անում, ես շատ վատ եմ, ես դա չեմ կարող մեջբերել, բայց քերակնոջ թեմայով։ Այդպիսի մի մեջբերում է անում, հետո դրանից հետո արդեն հայտնվում է դաշտ անձնական կյանքից գաղտնի նկարահանված մի հատված, այսինքն այդ ովքեր են կազմակերպում, իրավապահ կառույցներն են, այդ ճշգրտությունը ինչպես է, որ վարչապետի մոտ հայտնվում է, հավանաբար այդպիսի մի բան, ապացույց կամ ինֆորմացիա չգիտեմ, հետո դա այսպես հրապարակ է նետվում։ Դուք եւ ընդհանրապես մարդկանց մեջ այսպիսի բան կա, հատկապես պաշտոնյաների, հատկապես Փաշինյանի ընդդիմադիր մարդկանց շրջանում, որ ամենուր գաղտնալսում են, նկարում են, որպես այսպես կոմպրոմատների ինստիտուտ է։ Նախ Փաշինյանի հայտարարության ու հետո այսպես հրահոս նետված այդ տեսանյութերի մասին ասեք եւ ձեր կարծիքը, ձեր մեկնաբանությունը եւ երկրորդը ինչ է այդ ամեն համատարած նկարելը, բանը գաղտնալսելը, այդ կոմպրոմատները ինչ փուլում են, իսկապես այդպիսի ակտիվ իրավիճակ է, դուք Փաշինյանին ընդդիմացող բոլորին այդպես նկարում են, իրավապահները դուք չէ, այսպես ընդհանուր ասեմ։ Հարգելի լրագրող, ես նախ կրկնեմ, որ չեմ կարող մեկնաբանել վարչապետի հայտարարությունը եւ լիազորված չեմ դրա համար, բայց ես որքան լսել եմ այդ հայտարարության մեջ ըստ էության կոնկրետ անձի անուն, ես չգիտեմ ինչի եք նույնացնում այս տեսագրության հետ, բայց որ արձագանքում էր եւ մարդու։ Հա, ես տեղյակ չեմ, բայց նշեմ ինչ վերաբերում է մեր տիրույթում, թե այս դուք արդեն քննչական կոմիտեն նաև հաղորդագրություն ա տարածել, որ այդ մասով նաև վարույթ ունենք նախաձեռնված ըստ էության, այդ վարույթով նախաքննություն ա կատարվում եւ համապատասխան անձին կհրավիրվեն հարցաքննության։ Բայց թույլ տվեք, կներեք չի խարխլում մարդու բաղնիքում տեսանյութ։ Հալիկ ջան, էսա կպատասխանեմ։ Մի երկրում, որտեղ անձին տեսանկարում են գաղտնի իր լոգարանում։ Հասկանում եմ ձեր հարցը, բայց բերեք մոտենանք այն կախավարկածից, դուք անդադ սևեռվել եք, որ էդի արվելա իրավապահ մարմինների կողմից, չէ՞, դուք այդ վարկածն եք շրջանառում, բայց մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ որ, չգիտեմ, օրինակ, չգիտեմ, որևիցե միջադեպի մասնակիցները մեկը մյուսն է հրապարակի, դուք ինչի այդ վարկածը, դուք սևեռվել եք, մենք կստուգենք այդ վարկածը։ Ես չգիտեմ, մենք ունենք ընդամենը հրապարակված տեսաձայնագրություն, բայց չգիտենք դա երբ է կատարվել, ով է կատարվել, ինչ հանգամանքներում է կատարվել, ոնց է հայտնվել։ Ուսումնասիրում եք, չեք կանխում, չեք գտնում են Ես նման բաներ։ ճիշտ ասած քննչական կոմիտեն դեպքերով զբաղվում է։ Իրավապահների գործն է, այսինքն եթե Դե ո՞նց կարան կանխեն օրինակ, ինչ է կանխեն, նկարելը։ Չէ, որ
Գաղտնի շարունակական Ներողություն, մեկ այլ հարցի անդրադառնանք սովորական քաղաքացիների խնդիրները կարծեք անտեսում։ Դուք այն TikTok-ի դեպքը որ կար, որ տղայի գլուխը մեքենայի ապակուտակ էր դրել եւ ապակին բարձրացնում էր վերև։ Այդ գործը ինչու տենց մատների արանքով գնաց Անտապան Պողոսյան։ Հայտնի ամկարից դեպք էր։ Դե հիմա չեմ կարող այդ հարցին։ Եթե բանը կարող եք գրավոր կամ չգիտեմ հետաքրքրվել, մենք կպատասխանենք այդ հարցին, չեմ կարող ասել։ Եվ մի անանուն նամակ եմ ստացել քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցներից, որտեղ դժգոհում են աշխատաժամանակի մասին, ասում են, որ առավոտ գնում ենք եւ չգիտենք երբ ենք դուրս գալիս, կարող է գիշերվա 1000-ին զանգեն հետ կանչեն եւ չկա համապատասխան վճարում, արդյոք խնդիրը իսկապես այդպես լուրջ է բան։ Իսկ այդ անոն դիմի մեջ գրած է քննչական կոմիտեի նախագահ երբ է գնում աշխատանքի վայրից կամ երբ է գնում։ Գուցե դուք եք։ Կարող է։ Չէ, բայց խնդիրը Չէ, դժգոհություն չկա ընդհանուր քննիչները, նշեմ, որ քննիչները, այ ֆայլակը կհաստատի։ Ես ժամը 8-ին գործի տեղն եմ մնում, ամեն առավոտ 8-ից շուտ եւ շատ ուշ եմ վերադառնում, բայց լսեմ, դա չի խնդիրը։ Ես նշեմ, որ քննչական կոմիտեում նորմալ հոգեբանական մտոլորտ է տիրում եւ քննիչը այսօրվա պայմաններում պարտադիր բոլորը գնում են պարտադիր ոչ թե գնում են պարտադիր սպառում են իրենց արձակուրդը։ Թե գրում են գնաց արձակուրդ, բայց գալիս են գործել։ Դա չի կարող նման կերպ լինել, որովհետեւ եթե անձը գտնվի արձակուրդում, բայց քննչական գործողություն կատարի, դա հետագայում կվիճարկվի։ Պարոն Պողոսյան, տեսեք, ինքը իր ձևով կանգնելու է, պաշտպանելու է եկեղեցին։ Այդ հարցին պատասխանեցի, բայց դրա համար մարդուն կանգնավորել Հայաստանի ժողովրդավարության բաստիոնում որքանով է տեղավորվում։ Այդ հարցին պատասխանեցի։ Չէ, այդ կոնտեքստով չէ։ Չէ, այդ կոնտեքստով էլ պատասխանել եմ։ Ժողովրդավար է Հայաստանը։ Ինչու են ձեզ ուղեկցում մինչև ձեր մուտք շենքի։ Դուք ինչ որ վտանգ կա, ինչ որ բանից եք, այդ թաղամասից եք վախենում, ի՞նչն է պատճառը, որ դուք այդպիսի հսկողությամբ հասնում եք ձեր։ Դուք տեսել եք։ Այո, տեսել եմ, շենքի մուտքի մոտ տեսել եմ, անձամբ տեսել եմ։ Մենք ձեր հարևաններն ենք, պարոն Բայց ո՞նց է ստացվել, որ լրագրողները Չտեսել եմ, լսել եմ շատ։ Սա անձնական է, կարծում եմ։ Այս հարցին է պատասխանեմ եւ ձեր թույլտվությամբ վերջացնենք, դա ես չեմ որոշում, դա թե ձևաչափը, ուղեկցման եղանակը, անձանց քանակը եւ այլն որոշում է պետական պահպանության ծառայությունը։ Պարտադիր պաշտոնյաների ցանկում կա, որ պետք է ունենան պետական պահ, թե վարչապետի հատուկ որոշումը։ Այո, շնորհակալություն։ Գներեք մի րոպե, որը այո, վարչապետի որոշումը թե կա։ Ես նաև ընդգրկված եմ այդ պաշտոնատար անձանց ցանկում, նաև չէ, ընդգրկված եմ եւ նաև, բայց նաև իհարկե որոշման պալնում վարչապետի։ Այսքան եթե ուրիշ հարց ունեք, եթե վարչապետը նման բան է որոշում, ուրեմն տվյալ պաշտոնյային ինչ որ վտանգ։ բայց մինչև իմ այս պաշտոնը զբաղեցնելը նախորդ քննչական կոմիտեի նախագահն էր։ Բայց դուք ժողովրդավարության բաստիոնում եք ապրում։ Մենակ հարց եմ։ Բայց դա ի՞նչ կապ ունի։ Վտանգների հետ։ Դա կապ չունի, չէ՞, ձեր ասած մատնանշված դեպքերի։ Կապ ունի։